Ուրեմն սերիան դարպասների վերականգնումը եւ դասի անվանումը ընծայում։ Դասի վերնագիրը ընծայում։ Եվ կկարդամ 2 Տիմոթեոս 2 գլուխ 1-ից 4 խոսքերը։ 2 Տիմոթեոս 2 գլուխ 1-ից 4 խոսքերը։ Արդ դու իմ որդյակ զորացիր այն շնորհքովը, որ Քրիստոս Հիսուսումն է, եւ այն բաները, որ ինձանից լսեցիր, շատ վկաներով հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել։ Իսկ դու նեղությունները կրիր ինչպես Հիսուս Քրիստոսի բարի զինվոր։ Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի։ Ես վերջի խոսքերը նորից եմ ուզում կարդալ։ Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի։ Եվ մենք գիտենք, որ մեր զորապետը դա Հիսուս Քրիստոսն է, ամեն։ Եվ այստեղ այս խոսքի վրա այսօր իմ ուշադրությունը գրավեց, որ ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում։ Այսինքն նրա գործը երկնային գործն է։ Իր զորապետի կարգադրած գործն է, որ ինքը պետք է անի, որպեսզի իր զորապետին հաճո լինի։ Ամեն։ Եվ սա կարևոր բան է։ Ես հիշում եմ բանակում ծառայության ընթացքում Տերը սրտիս հետ խոսեց ու ասեց. դու փորձում ես մարդկանց հաճելի լինել, փոխարեն է ինձ հաճելի լինելու։ Եվ հստակ Սուրբ Հոգին ինձ ասեց սխալներդ ուղղիր։ Աստծո խոսքը մեզ ուղղորդում է ում պետք է մենք հաճելի կյանք վարենք սիրելիներ։ Որտեվ երբեմն երբ որ մենք ուզում ենք մարդկանց ու այս աշխարհին հաճելի լինել, մենք կորցնում ենք նրա հաճությունը շահելու հնարավորությունից։ Որտեվ մենք երբ որ ինչ-որ բաների փոխզիջման ենք գնում, ինչ-որ բացթողումներ ենք անում, դրա արդյունքում մենք տեսնում ենք, որ մենք չենք կարող մեր զորապետին հաճո լինել։ Իսկ Աստծո խոսքը ասում է հաճելի եղնե, որպեսզի հաճելի լինի։ Իսկ զինվորը, երբ որ ինքը ծառայում է, մենք գիտենք, որ զինվորը ենթարկվում է հատուկ ռեժիմի։ Ամեն։ Այսինքն ինքը թե նախկինում իրենց տանը կարող էր մինչև ցերեկը 12-ը քներ, հիմա առավոտյան 7-ին պետք է արթնանա ու գա աղոթքաժողովի։ Այն ժամանակ թե ինքը երբ ուզենար, ինչ ժամի ուզենար կարող էր սնվել, հիմա սնվելու համար հատուկ ժամանակ, անգամ լողանալու համար հատուկ ժամանակ է դրված։ Եվ զինվորություն անողը մենք գիտենք, որ ինքը հատուկ ռեժիմի մարդ է։ Իսկ Աստծո խոսքը մեզ ասում է ձեր անձերը վարժեցրեք աստվածպաշտության։ Այսինքն սա մի հատ գործընթաց է, որ մենք պետք է անընդհատ անենք, մենք պետք է վարժեցնենք։ Մենք գիտենք, չէ, սպորտսմենների կյանքում, չգիտեմ, ովքեր սպորտով զբաղվել են կամ զբաղվում են, նրանք ավելի լավ կիմանան։ Այն սպորտսմենը, ով որ պարբերաբար անընդհատ ինքը պարապում է թեկուզ քիչ, մարզվում է, բայց թեկուզ քիչ, բայց նրա արդյունքն ավելի մեծ է, քան թե այն սպորտսմենը, ով որ ժամանակ առ ժամանակ միտքը քամին փչեց, որոշեց 4 ամիսը մեկ մի քանի օրով պարապել ու ինչ-որ, չգիտեմ, պրոտեիններով կամ վիտամիններով, այս մարդու արդյունքը ավելի վատն է լինում, ամեն, ովքեր գիտեն։ Երբ որ այս մարդը դադարում է իր պարապմունքները, նրա ֆիզիոնոմիան էլ է փոխվում, կազմվածքն էլ է փոխվում, ամեն ինչն է փոխվում է, բայց այն սպորտսմենը, ով որ աստիճանաբար ու պարբերաբար ինքը սրա մեջ է, ավելի մեծ արդյունք է լինում։ Եվ Աստծո խոսքը մեզ ասում է. վարժեցրեք ձեր անձեր աստվածպաշտության։ Եվ այն քրիստոնյան, ով որ կոնֆերանսից կոնֆերանս, դպրոցից դպրոց է իր հոգին զորացնում ու իր հոգին լցնում, շատ ավելի վատ է, քան թե նա, ով որ պարբերաբար, թեկուզ քիչ, բայց անընդհատ ինքը Տիրոջ հետ է ու Տիրոջմով սնվում է ու Տիրոջմով զորանում է, ամեն, եւ նրա արդյունքը ավելի մեծ կլինի։ Ու մենք խոսում ենք այն անոթի մասին, որ Աստծո ռազմավարության վերջին ժամանակների համար կարող է օգտագործվել։ Այսինքն այդ անոթը ինքը պետք է նորոգվի, պետք է իրեն պատրաստի, որպեսզի Աստծո հոգին թափվի նրա վրա, որպեսզի Աստծո հոգին, Սուրբ հոգին հեղվի նրա վրա վերջին օրերի համար։ Եվ մենք գիտենք, որ Տիրոջ խոսքը ասում է վերջին օրերում իմ հոգուց կթափեմ։ Այսինքն անոթը պետք է իրեն պատրաստի, անոթը պետք է անընդհատ այս գործընթացը ունենա, որպեսզի իր զորապետին հաճո կյանք վարի։ Գիտեք, մի փոքր բանի կարելի է հասնել առանց Սուրբ Հոգու, եւ հոգու ներկայություն հնարավոր չէ պահպանել ցրված անհատների կողմից, ովքեր ուղակի ցրված են, մեկ էս կողմ են, մեկ այն կողմ են, մեկ տատանվում են, մեկ սա են ուզում անեն, մեկ նա են անում, մենք կարող ենք առանց Սուրբ Հոգու ինչ-որ բաներ կազմակերպել սիրելիներ, բայց այն ինչ որ կկազմակերպենք Սուրբ Հոգով, դրա արդյունքը մեծ կլինի։ Գիտեք, մենք որպես օրգանիզմ ենք, ռուսերենով լավ է հնչում, օրգանիզմ ենք, ոչ թե օրգանիզացիա, ոչ թե կազմակերպություն։
Մենք պետք է Քրիստոսի օրգանիզմը լինենք, որի միջոցով Տերը իր կյանքը կհայտնի այս աշխարհին։ Ամեն։ Հետևաբար եկեղեցին պետք է փայփայվի, քննվի, սնվի եւ բարեփոխվի։ Եթե այս ամեն ինչը չի կատարում եկեղեցու ընթացքում, որ եկեղեցին ինքը ձգտի, սպասի Տիրոջը, որ եկեղեցին ինքն իրեն Աստծո խոսքով քննի եւ բարեփոխվի եւ Աստծո խոսքով սնվի, եկեղեցին նրա համար է երկրի վրա, որպեսզի մարդիկ տեսնեն Քրիստոսին, որպեսզի մարդիկ հպվեն Քրիստոսին, որպեսզի մարդիկ սնվեն Քրիստոսից։ Իսկ Հիսուս Քրիստոսի եկեղեցին իր բոլոր պարտություններով, թերություններով, չգիտեմ, անգամ բաժանություններով այս աշխարհի համար փոփոխման միակ հույսն է սիրելիներ, որովհետև այո, շատ թերություններ մենք կարող ենք տեսնել եկեղեցու մեջ, այո, ինչ-որ բացթողումներ կարող ենք տեսնել, բայց Աստված եկեղեցին դրել է այս աշխարհի մեջ, որպեսզի աշխարհը եկեղեցու միջոցով փրկություն ստանա սիրելիներ։ Եվ եկեղեցու նպատակը այն է, Աստված այն է ուզում, որ եկեղեցին դարձնի իր որդու Քրիստոսի պատկերի նմանությանը։ Ամեն։ Եվ եկեղեցին է այդ հույսը սիրելիներ։ Այս աշխարհի մեջ մարդիկ պետք է եկեղեցուն, եկեղեցի գալով հպվեն Տիրոջը։ Եվ տեսեք Աստված եկեղեցին ինչպես է կառուցել։ Եփեսացիների 4 գլուխ 11-ից 12 ասում է. «Եվ նա մի քանիսներին տվեց առաքյալներ լինելու, մի քանիսներին մարգարեներ, մի քանիսներին ավետարանիչներ, մի քանիսներին հովիվներ եւ վարդապետներ, ինչու? Սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար»։ Նա այս ամենը տվել է մի բանի համար, սուրբերի կատարելության համար, պաշտոնի գործի համար եւ Քրիստոսի մարմնի շինության համար։ Ոչ թե սա տիտղոս է, որ մարդիկ իրենց լավը զգան ու ներկայանան, ոչ թե սա հնարավորություն է, որ մարդու համար փակ դռներ չլինեն, այլ սա պաշտոն է սիրելիներ, որ Աստված տվել է մարմնի սուրբերի կատարելության համար, Տիրոջ գործի համար, մարմնի շինության համար։ Եվ այն ինչ որ մենք ունենք այսօր, այն ինչ որ Աստված մեզ տվել է, մեկ բանի համար է սիրելիներ, ոչ թե մեր անձնական ինչ որ շահերի համար օգտագործելու, այլ այն պարգևներն ու այն շնորհները, որ ես ու դու ունենք, մեկ բանի համար է, գործածել Աստծո արքայության համար, Տիրոջ եկեղեցու համար, ամեն, որպես եկեղեցու մեջ այդ աճը լինի, եկեղեցու մեջ այդ կյանքը գա։ Ու Աստծո խնամքը միշտ ուղղված է եղել այս մարմնին, որը մենք անվանում ենք եկեղեցի։ Քանի որ երբ մարմինը գտնվում է ճիշտ վիճակում եւ գործում է Աստծո նպատակի համար, ապա հասարակությունն ընդհանուր առմամբ զգում է այն օրհնությունները, որոնք գալիս են Աստծուց։ Երբ որ մարմինը ինքը ճիշտ վիճակում է գտնվում, այդ ժամանակ մենք տեսնում ենք, որ շրջապատի մարդիկ կարող են հանդիմանվել, կարող են օրհնվել, մարդկանց կյանքերը փոխվել, որտեղ նրանք դա զգում են, եկեղեցու մեջ այդ զորությունը, այդ ներկայությունը զգում են սիրելիներ։ Եղել է չէ դեպքեր մարդիկ եկել են ու ասել են, այս ինչ մթնոլորտ էր այստեղ։ Անգամ կարող է քո տուն գան ասեն, քո տան մթնոլորտն է տարբեր։ Ես հիշում եմ մեկ անգամ մեր տուն եկան երկու հոգի ու հենց մտան շեմքից անգամ չեն առաջ դեռ չեն գալիս։ Կանգնած մի քանի րոպե հետ են խոսում։ Այս ինչ մթնոլորտ է ձեր տանը։ Աշխարհիկ մարդիկ են։ Մենք գիտենք ինչ մթնոլորտ է։ Մեզ համար երբեմն դա սովորական է դառնում, որտեղ մենք անդադ դրա մեջ ապրում ենք։ Բայց մենք գիտենք, որ այս տանը պաշտամունքներ է լինում, այս տանը ծառայություն է լինում, այստեղ մենք աղոթում ենք Տիրոջը։ Սիրելիներ, մարդիկ պետք է գան ու եկեղեցու մեջ պետք է այդ կյանք առնեն։ Եվ որպեսզի մենք հասկանանք եկեղեցին ինչ կարգավիճակում պետք է լինի կամ ինչ է կորցրել, տեսեք Տեր Հիսուսը ասում էր, աղը կորցրել է իր ուժը։ Ղուկաս 14:34-ում այսպիսի համար կա։ Ղուկաս 14:34 աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչով պիտի համեղանա։ Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանում է, էլ ոչ մի բանի օգտակար չի, մի ուրիշ տեղ ասում են նա ոտքերի տակի կոխան է դառնում, ոչ մի բանով օգտակար չի լինում։ Հիշեք, որ մեր շրջապատող հասարակության վիճակը, սա կարևոր բան եմ ասում, մեր շրջապատող հասարակության վիճակը մեծապես եկեղեցու վիճակի արտացոլումն է։ Այսինքն, երբ որ եկեղեցին ինքը կենդանի է, երբ որ եկեղեցին ինքը ներկայացնում է Քրիստոսին, դա անհնար է, որ շրջապատի վրա չտարածվի։ Անհնար է, որ քո հարևանների մեջ տարբերություն, քո հարևանները չտեսնեն ու իրանց վրա չտարածվի։ Անհնար է, կամ բացասական առումով է լինելու, կամ դրական։ Կամ իրանք քեզ հալածելու են, կամ իրենք ուզելու են, որ ճանաչեն քո Տեր Աստծուն։ Անհնար է, որ դա չտարածվի սիրելիներ։ Հաջորդը Մատթեոս 5:14-ում ասում է. դուք աշխարհի լույսն եք։ Դուք աշխարհի լույսն եք։
Աստծո խոսքը ասում է լույսը չեն վերցնում ինչ-որ գրվանի տակ է դնում կամ ինչ-որ պահարանի մեջ դնում։ Լույսը հնարավոր չէ թաքցնել, լույսը երևում է սիրներ։ Անհնար է լույսը թաքցնել։ Եվ լույսը ինքը պետք է երևա, լույսը պետք է այդ իր փառքը ցույց տա։ Եվ տեսեք, այս իրավիճակում լրջությունը մեծապես թաքնված է մեզանից որոշ նշաններով եւ մեր մակերեսային հաջողություններով։ Այսինքն մենք ինչ-որ մակերեսային ձեռքբերումներ ենք ունենում, մակերեսային ինչ-որ հաջողություններ ենք ունենում, եկեղեցում իմացակ նոր տեխնիկա են գնել, կամ նոր տեսախցիկ են գնել, կամ ինչ-որ նյութական ինչ-որ բաներից ենք խոսում, կամ գիտեք մեր եկեղեցու դիտումները այնքան շատ են, ու սրանով մենք մտածում ենք, որ մենք ձեռքբերումներ ունենք։ Բայց իրականում մեր մեծագույն ձեռքբերումը դա այն պետք է լինի, որ եկեղեցու մեջ կյանքը ապահովված լինի։ Քրիստոսի կյանքը ապահովված լինի։ Մենք պետք է սրանով տպավորություն թողնենք սիրելիներ։ Միայն սրանով։ Եվ ոչ մի դեպքում չպետք է այսպիսի բաներով մենք կարողանանք տպավորություն ստեղծել կամ էլ այսպիսի բաներով կարողանանք չափանիշ դնել հոգևոր հարցերում եկեղեցու կյանքի մեջ։ Անգամ կարող են մարդիկ իրենց եկեղեցու շինարարական ծրագրերի մեջ անգամ բաներ մեջբերումներ անել։ Երբ որ ինչ-որ մի նոր քաղաք ես գնում, ինչ-որ մի տեղ ես գնում, տեղի ծառայողը կամ կարող է հովիվը անգամ ասել, արի գնանք ու տես թե ինչ գեղեցիկ շենք են կառուցել, ինչ լավ եկեղեցի ունենք։ Եվ սրանով ուզենան տպավորություն թողնել։ Եւ այս ամեն ինչը սկսեն պատմել, թե ինչքան հիանալի է, միգուցե նոր են կառուցել, չգիտեմ, կամ ինչ-որ տարբեր միջոցներով սա արել են, սակայն կարևոր է տեսնել, որ այդ շինարարության որոշ շարժառիթներ հեռու են փրկությունից, այսինքն հեռու են այն ճշմարտությունից, ինչ որ պետք է լինեն։ Այս շարժառիթների մեջ թաքնված բաներ կան։ Ինչով ենք։ Տիրոջ խոսքը ասում է թող պարծեցողը Տիրոջով պարծենա, ամեն։ Ոչ թե եկեղեցաշենքերով, ոչ թե ինչ-որ նյութական ձեռքբերումներով կամ այցելուների շատությունով, այլ մենք պետք է Տիրոջով պարծենանք։ Արդյոք Տերը ներկա է մեր ծառայության մեջ, թե ոչ։ Արդյոք նրա բարեհաճությունը կա մեր եկեղեցիների վրա, թե ոչ։ Բայց միևնույն է սիրելիներ, Աստված իր գործը ուզում է անել եկեղեցու միջոցով։ Աստված իր գործը ուզում է անել եկեղեցու միջոցով եւ նրա նպատակն է բժշկել եկեղեցին, բժշկել անհատապես յուրաքանչյուրիս, այդ մթնոլորտը բժշկել։ Եվ այս փաստը, որ եկեղեցի եւ շենք բառերը նույնականացնել են մարդկանց խոսքում, այս ամեն ինչը իսկապես Աստծո ծրագրից հեռու է սիրելիներ։ Սա պետք չի նույնականացնել։ Եկեղեցին ուրիշ բան է իրենից ներկայացնում, քան շենքը։ Եկեղեցին ավելի վերին մի բան է ներկայացնում սիրելիներ։ Տարիներ առաջ հայրիկս երբ որ պատմում այդ հալածանքները երբ որ կար, մենք գիտենք, որ քրիստոնյաները հավաքում էին գերեզմաններում, անտառներում, դաշտերում էին հավաքվում ու ծառայություն էին անցկացնում։ Չկար եկեղեցաշենք, բայց կար կյանք, կար միաբանություն սիրելիներ։ Եվ հենց հարցը սրանում է, արդյոք աղը կորցրել է իր ուժը, թե ոչ։ Արդյոք սրանում է, հենց աղը կորցրել է իր ուժը, թե ոչ։ Եվ անգամ մենք կարող ենք տեսնել, որ շատ աստղեր, չէ, այս աշխարհիկ աստղեր, իրենք սկսում են քրիստոնեություն դավանել։ Ու այսօր, մանավանդ այսօր մենք տեսնում ենք որոշակի կարծես թե անգամ մոդա է դարձել, որ քրիստոնեությունը անվանեն, ինչ-որ իրենց ցույց տան եկեղեցի են հաճախում, բայց իրենց ապրելակերպի մեջ փոփոխություն որևիցե չկա։ Միայն եկեղեցի հաճախելը դա դեռ ոչինչ է սիրելիներ։ Մենք պետք է կյանք ունենանք Քրիստոսի։ Մենք պետք է ոչ միայն եկեղեցի քայլենք, այլ մեր կյանքերի մեջ պետք է ռեալ Աստծո փոփոխություններ, աստվածային փոփոխություններ լինեն։ Ամեն։ Գիտեք, մի պատմություն կա, ասում մի աստղ, ով որ մեծագույն երկիշներից մեկն էր ու գրեթե կուրք էր դարձել մարդկանց կողմից, ընդունում է Քրիստոսին ու գալիս է եկեղեցի։ Եվ իր սրտի մեջ Սուրբ Հոգուց հզոր հանդիմանություն է զգում, որ պետք է թողնի իր այդ կարիերան, իր բիզնեսը։ Երբ որ մոտենում է Հովվին, Հովիվը նրան ասում է, չէ, ինչ ես այդպես մտածում, շարունակիր քո այդ բիզնեսը, միգուցե դու դրանով շատերին կարողանաս ավետարանել։ Բայց այս մարդը հստակ իր սրտի մեջ հանդիմանություն էր զգացել, որ պետք է թողներ։ Եվ արդյունքում այս մարդը այդպես էլ ինքը չի հաստատվում եկեղեցում ու թողնում է իր ծառայությունը։ Որտեվ անհնար է սերներ համատեղել աշխարհը եկեղեցու հետ։ Անհնար է աշխարհը համատեղել Քրիստոսի հետ։ Մենք պետք է ընտրություն կատարենք։ Երբ աշխարհը միանում է եկեղեցուն ավելացնելով Քրիստոսին,
այն ամենին, ինչ իրենք արդեն հանդիսանում են, դա չի կարող փոփոխություն բերել իրենց կյանքի մեջ։ Աշխարհը ոչ մի կերպ չի կարող եկեղեցու մեջ գտնվել։ Նորից եմ կրկնում, եկեղեցին պետք է լինի աշխարհի մեջ, բայց աշխարհը չպիտի լինի եկեղեցու մեջ։ Մանավանդ եթե մարդը գիտի, որ այս իր արարքը, այս իր գործունեությունը սա հակառակ է Աստծուն, սրանով ինքը պետք է ինչ-որ բաներում պետք է փոխզիջումների գնա, ավելի լավ է շատ արագ մարդ այս ճանապարհից հետ դառնա։ Ամեն։ Եթե դու մի գործ ես ընտրում, եթե դու մի աշխատանք ես ընտրում, որ գիտես այս աշխատանքը քեզ հեռացնելու է Քրիստոսից կամ կտրելու է նրա մարմնից, այստեղ արժե զոհաբերություն անել, սերներ։ Այստեղ արժե զոհաբերություն անել։ Ու տեսեք, երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոցը, մենք տեսնում ենք ինչ էր կատարում առաջի դարի եկեղեցում։ Նրանք ազդում էին թագավորությունների վրա։ Նրանք ազդում էին մթնոլորտի վրա։ Ամեն։ Նրանց միջոցով զորավոր գործեր էր կատարվում։ Եվ Աստված ուզում է, որ մենք ուղղակի որպես եկեղեցի կենթանի օրգանիզմ լինենք, որ կազդենք այս աշխարհի վրա։ Եվ երբեմն մենք ուզում ենք աշխարհի հետ բարեկամություն անել, եւ աշխարհի հետ անել եւ Քրիստոսի հետ, բայց այսպես չի լինի, սերներ։ Մեր ընտրությունը պետք է լինի միայն ու միայն Տերը, միայն ու միայն Տերը։ Եվ մենք կարող ենք կարդալ այդ անցյալի արտնությունները, չէ, ու տեսնենք ինչպես էր Աստված եկեղեցու մեջ իր կրակը վառում։ Եվ ես հիշում եմ կարդացել եմ այդ գիրքը Ուելսի արտնության մասին։ Ինչ կատարվեց, երբ որ Աստված Սուրբ Հոգով ազդեց իր եկեղեցու վրա, իսկ եկեղեցին էլ ազդեց ամբողջ երկրի վրա։ Եվ ասում է այդ ժամանակ հանքի աշխատողները, հանքափորները այդ ժամանակ ավանակներով էին իրենց աշխատանքին գնում։ Ու այնքան մեծ արտնություն բռնկվեց, որ այս հանքի աշխատողները, երբ որ այս ավանակներին ինչ-որ պետք է հրահանգ տային, հայոյանքով էին հրահանգ տալիս։ Եվ բոլորը փոխվեցին, ապաշխարեցին, գինետները փակվեցին, ոստիկանության տները փակվեցին, եւ այս հանքում որպեսի աշխատեն այս ավանակները այլևս նրանց չեն ենթարկվում, որտեվ նրանք այլևս հայոյանք չեն ասում, սովորել են այդպես։ Աստված այդպիսի կարող է ռեֆորմացիաներ անել, այդպիսի փոփոխություններ կարող է անել, երբ որ եկեղեցին կանգնում է, երբ որ եկեղեցին իր ճիշտ դիրքում է ու կրում է Աստծո ներկայությունը իր մեջ։ Ամեն։ Ցավոք մենք կարող ենք տպավորություն ստեղծել։ Ցավոք մենք կարող ենք այսպիսի մեծ աղմուկ բարձրացնել, փոշի բարձրացնել սելներ մեր ինչ-որ գործունեությունների մեջ երևացող կողմից։ Բայց արդյունքում, երբ որ այս աղմուկը ու այս փոշին դադարում է, տեսնենք, որ արդյունքում ոչ մի բան էլ չի փոխվել։ Ես հիշում եմ մեկ անգամ մեկ ծառայության ներկա է եւ ծառայողներ են եկել ու այդ ծառայողները սկսեցին հայտարարեցին, որ մենք Երիքովի պես պետք է 7 անգամ շրջան կատարենք եւ աղաղակենք ու պետք է փոփոխություն լինի։ Ու պետք է այդ փոփոխությունը անգամ տեսանելի կերպով լինի։ Այդ 7 շրջանը կատարեցին, հետո աղաղակեցին։ Ու ես իրանց ասում եմ, ինչ փոփոխություն եղավ։ Ասում են, մի քանի ամպեր հեռացան։ Մենք կարող ենք ձայն բարձրացնել, մենք կարող ենք փոշի բարձրացնել, մեզ զգացմունքային տեղից ինչ-որ բաներ անել սերներ, բայց եթե չկա Քրիստոսի կյանքը մեր մեջ, եթե այդ կյանքը երբեմն գիտեք, այդ կյանքը երբեմն անգամ խոսքեր պետք չի, անգամ քո ներկայությունից։ Սմիթ Վիգլսվորթը պատմում է իր պատմության մեջ, ասում է նավով ինչ-որ տեղ է տեղափոխվում ու ամեն երեկոյան տարբեր ինչ-որ համերգներ էր լինում։ Մոտեցա, ասեցի, կարող եմ ես էլ երգել։ Նկարագրում է, որ ինքը շատ բաղաձայն էր։ Ասում է, վերցրեցի միկրոֆոնը ու սկսեցի Հիսուսի արյան մասին իմ բաղաձայն ձայնով երգել։ Եվ ամբողջ մթնոլորտը փոխվեց, մարդիկ սկսեցին լացով մոտենալ, ինչ անենք։ Հասկանում եք, անգամ մենք կարող ենք մեր ոչ տաղանդավոր տեղից ինչ-որ բաներ անել, բայց երբ որ այդ կյանքն է հպվում մարդկանց, մենք կարող ենք մթնոլորտ ստեղծել, ամեն բան կարող ենք անել, տպավորություններ թողնել, բայց երբ որ այս տպավորությունները հեռանում են, տեսնում ենք, որ արդյունքում ոչ մի բան էլ չկա, մարդիկ ոնց եկել են, այդպես էլ մնում են, բայց երբ որ կյանքն է սկսում գործել սելներ, դա եկեղեցու մեջ եւ եկող մարդկանց մեջ մեծագույն փոփոխություն է բերում։ Ու եկեղեցին ավելին է, քան եկեղեցու ներսում կատարվելիք ծառայությունները սելներ։ Ամեն։
Տեսեք, մի պատմություն, որ վերջերս լսեցի մի քանի տարի առաջ, Գերմանիայից մի անձնավորություն էր եկել եւ ասում է այնտեղի եկեղեցիներից ինչ կա, ասում է, գիտեք, հերթով եկեղեցիները փակվում են։ Տարբեր եկեղեցիներ փակվում են։ Եվ Եվրոպայում նայում ես, այսպես տես տարածված եկեղեցիները փակվում են։ Ինչու՞։ Որտեւ երբ որ եկեղեցին կորցնում է այս կյանքը եւ վեր են ացում կազմակերպությունների, փորձում են ինչ որ երևացող բաներ ապահովել սելներ, արդյունքում այս ամեն ինչը իրոք կգնա փլուզման, բայց երբ որ մենք ապահովում ենք այդ կյանքը, դա կարևոր է։ Եկեղեցու շինությունը կարող է դառնալ շատերի համար որպես պսակադրությունների ինչ որ արարողակարգի տեղ կամ երեխաների միջոցառումների մանկական ծառայությունների համար ինչ որ տեղեր, բայց եկեղեցին պետք է լինի կենթանի օրգանիզմ, որտեղ որ մարդիկ կգան ու կհպվեն Հիսուս Քրիստոսին։ Եվ ուզում եմ ինձ ու քեզ դրա համար ասեմ, պատահական չի ձեր եկեղեցում լինելը սերներ։ Դուք ինքներդ ոնց որ եղբայրն էր ասում, մենք յուրաքանչյուրս այդ տաճարն ենք, այդ եկեղեցին ենք։ Եվ երբեք խնդրում եմ, երբեք մատնացույց բերեք չանենք։ Սկսենք մեզանից, այս կյանքը ապահովենք մեր մեջ։ Եվ այդ կյանքը հավատացեք ինքը վարակիչ բնույթ ունի։ Այդ կյանքը դու կարաս փոխանցես քո եկեղեցու մեջ, կենթանությունը բեր, քո տան մեջ, քո տունը արդեն իսկ եկեղեցի է։ Քո տան մեջ այդ կենթանությունը բեր ու կտեսնես, որ ինչ փոփոխություններ կարող է Աստված անել։ Աստված տեսնում ենք, որ Եզեկիելին կանգնեցրեց մեռած ոսկորների մոտ։ Եվ գիտեք, կարևոր չէ թե որքան չոր են ոսկորները, շունչը կարող է մտնել նրանց մեջ եւ նրանք կկենթանանան։ Դա Եզեկիել 37-րդ գլխում է։ Կարող է այդ շունչը մտնել ու այդ ոսկորները չգիտեմ որ թվականից են այդ ոսկորները ընկած։ Բայց եթե շունչ եկավ այդ ոսկորների վրա, անհնար է որ դրանք չկենթանանան։ Եվ Տերը նրան հարցրեց. «Ինչ ես ասում մարդու որդի կենթանանան»։ Եվ նա ասեց. «Տեր, դու գիտես»։ Գիտեք, կարևորագույն հայտնություններից մեկը, որ իմ կյանքում ստացել եմ, երբ որ դու քո խնդիրը տեսնում ես։ Քանի դեռ ես ու դու մեր խնդիրը չենք տեսնում, սիրելիներ, չի կարող բժշկություն գալ։ Եթե ես տեսնում եմ, որ այո մահ կա, եթե ես տեսնում եմ, որ այո կորուստ կա, եթե ես տեսնում եմ, որ այո փողզիջում կա, ես պետք է աղաղակեմ ու ասեմ. «Տեր, դու գիտես կկենթանանա թե ոչ»։ Բայց իմ փափագն է, որ դու կենթանություն բերես։ Իմ փափագն է, որ դու դա անես, իսկ նա անհնարինը հնարավորին դարձնող է։ Նա կարող է կենթանություն բերել քո ծառայության մեջ։ Նա կարող է կենթանություն բերել քո ընտանիքի մեջ, քո եկեղեցու մեջ, սիրելիներ։ Նա կարող է կենթանություն բերել այս երկրի մեջ։ Տեր, դու գիտես, շատ կարևոր է, սիրելիներ, որ մենք տեսնենք խնդիրը եւ այդ խնդիրը աղաղակենք այդ խնդրի համար Տիրոջը։ Քանի դեռ մենք խնդիրը չենք տեսնում, քանի դեռ մենք ծածկում ենք խնդիրը, քանի դեռ մեր աչքերը փակում ենք ու չենք ուզում տեսնել խնդիրները, սիրելիներ, լուծում չի լինելու։ Բայց այն ժամանակվանից, երբ որ այո մենք աղաղակում ենք եւ ասում ենք. «Տեր, եթե դու չորնես, եթե դու չմիջամտես», ոնց որ Մովսեսն էր աղաղակում. «Տեր, եթե դու չգաս, ես չեմ գնալու», չի լինելու այդ կյանքը, այդ օրհնությունները չի գալու։ Հիսուսը պետք է ապրի եւ կրկին ապրի իր եկեղեցում։ Ամեն։ Նա պետք է ապրի իմ ու քո մեջ։ Նա պետք է ապրի իր եկեղեցու մեջ։ Նա պետք է թագավորը լինի։ Նա պետք է եկեղեցու կենտրոնը լինի։ Նա պետք է եկեղեցու գլուխը լինի։ Նա պետք է եկեղեցին պետք է նրա շուրջ լինի, սիրելիներ։ Միայն ու միայն նրա շուրջ, ու միայն նրա մեջ։ Եվ այդ ժամանակ եկեղեցին կենթանի կլինի։ Ամեն։ Փառք Տիրոջ, եկեք աղոթենք։